Պարոն Պետրոսյան, ըստ էության մեր հարցազրույցը հրապարակվելու է այն ժամին, երբ ինչ-որ բան պետք է տեղի ունենա Մայրաթոռում։ Այսօր 10 եպիսկոպոսները հայտարարել են, որ հրավիրում են մարդկանց այնտեղ, դրան զուգահեռ նաև Մայր Աթոռն է հրավիրել հավատացյալներին Մայրաթոռ նույն ժամին։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը ճգնաժամը ստեղծեց եկեղեցում, բայց այսօր ինքը ասում է, որ ճգնաժամ կա, որը պետք է հանգուցալուծվի իր ստեղծած ճգնաժամը։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այսօր ինչու մենք այս իրավիճակին հասանք եւ ի վերջո հանգուցալուծումը, բայց հոգուտ հայ եկեղեցու եւ Հայաստանի որը պետք է լինի։ Նախ եւ առաջ արեք հստակեցնենք, հայոց եկեղեցու մեջ ճգնաժամ չկա։ Սա արհեստական տերմինոլոգիա է, որը մտցնում են մեր ժողովրդի գլխի մեջ, որպեսզի մենք կարծենք, թե ճգնաժամ գոյություն ունի հայոց եկեղեցու։ Ճգնաժամ գոյություն չունի։ Քաղաքագիտության մեջ կա տերմինոլոգիա, որը կոչվում է ճանաչողական պատերազմ, որի ընթացքում թշնամի պետությունը իր գործիքակազմով փոխում է թիրախ ժողովրդի մտածելակերպը եւ մոտեցումները, որտեղ բարեկամը դառնում է թշնամի, թշնամին դառնում է բարեկամ։ Սա այն մեթոդաբանությունն է, որը կիրառել են Հայաստանում, եւ դա շատ ակտիվորեն կիրառում են Նիկոլը իր թիմակիցներով, իր ՔՊ-ով, իր ամեն ինչով, որին էլ օժանդակում են նաև Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք տարանջատենք, թե ինչ է անում Նիկոլը եւ ինչ իրական իրավիճակ կա։ Հայոց եկեղեցին չունի ճգնաժամ։ Դա Նիկոլը փորձում է մեզ ցույց տալ, որ կա ճգնաժամ եւ դժբախտաբար որոշ քաղաքագետներ, որոշ քաղաքական վերլուծաբաններ այդ թնջուկին հավելյալ տեղ են տալիս։ Նիկոլը ուզում է ոչնչացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը եւ ինքը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Այդ իսկ պատճառով ինքը համարվում է դավաճան եւ բոլոր նրանք, ովքեր որ իրեն օգնում են, դա դավաճանում են հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը։ Ընդհանրապես ցանկացած պետության համար ազգային անվտանգությունը եւ քաոսի ստեղծումը կարմիր գիծն է, որը իրենք անցնում են եւ իրենք նշում են, որ իր հասարակություն իրավունք չունի գնա դեպի քաոս։ Հիմա եթե մեկը քաոս է ստեղծում հասարակության մեջ, թե ասենք սոցցանցերում կամ համացանցում կամ տարբեր տեղեր կամ հասարակության մեջ, դա համարվում է թշնամի։ Այսօր այդ գործառույթը իրականացնում է ՀՀ կառավարությունը եւ դա իրականացնում է կառավարության ամենաբարձր մակարդակով, ուստի իրենք համարվում են թշնամի։ Հիմա մենք չի պիտի այդ թշնամու տերմինոլոգիաներին, այդ թշնամու խոսույթներին տրվենք։ Սա մեկ։ Երկրորդ հերթին հայ առաքելական եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն։ 1700 տարվա ընթացքում շատ շատերն են փորձել վերցնել հայոց եկեղեցին։ Սկսենք բյուզանդիական կայսրությունից, մինչև Օսմանյան կայսրությունը, մինչև Պարսկական կայսրությունը, մինչև ռուսական կայսրությունը։ Ամեն անգամ իրենք ձախողվել են։ Եթե այդպիսի հզոր կայսրությունները ձախողվել են, ինչ է իրենից ներկայացնում Նիկոլը։ Նիկոլը ընդամենը մի ճանճ է, որը ինգնում է ճաշի մեջ եւ փորձում այդ ճաշը փչացնել։ Ինքը դեռ ճաշի մեջ էլ չի ընկել։ Ինքը ասում է՝ տեսեք, ես կինգնեմ եւ կփչացնեմ այդ ճանճը։ Դու ով ես, ինչ ես քեզանից ներկայացնում։ Եվ առավել եւս այն 10 եպիսկոպոսներ եւ arczepiskopոսները, ովքեր որ իրենց, չգիտեմ, սրբի տեղ են դրել։ Ինչ են իրենցից ներկայացնում։ Իրականության մեջ ոչինչ։ Եվ այս թնջուկը իզուր տեղը աղմուկ են ստեղծում։ Նույն ճանաչողական պատերազմի մեջ կա մեկ մոտեցում, որտեղ ստեղծելով հավելյալ աղմուկ հնարավորություն են տալիս թշնամուն, որ կոտրի տվյալ ժողովրդի, թիրախ ժողովրդի դիմադրողականությունը եւ պաշտպանողականությունը։ Դա են կատարում։ Պարոն Պետրոսյան, ըստ էության կարող ենք ասել, որ սա շնորհակալություն է Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ որ բաների համար Ադրբեջանին, Թուրքիային, թե հստակ կար հրաման, որ պետք է արվեր այս գործընթացները ու դա արվում է։ Նախ եւ առաջ արեք հստակացնենք, որ ոչ միայն Նիկոլը, այլ նաեւ Ալիևն ու Էրդողանը այս մեծ խաղի մեջ իրենք ոչինչ են։ Իրենք ընդամենը գործիքակազմ են։ Հայոց եկեղեցին համարվում է աշխարհում գոյություն ունեցող 4 հիմնական
քրիստոնական ուղղություններից մեկը։ Եվ ինքը ունի համահավասարազոր կարգավիճակ կաթոլիկ եկեղեցու հետ, բողոքական եկեղեցու հետ եւ ուղղափառ եկեղեցու հետ։ Դեռ ավելին, հայոց եկեղեցին ավելի շատ լիազորություններ ունի Սուրբ հողում, քան այդ երեք եկեղեցիները իրար հետ վերցրած։ Այդ իսկ պատճառով հայոց եկեղեցու կարգավիճակը շատ ավելի բարձր է, քան այս երեքը միասին։ Երկրորդ հերթին, այսօր աշխարհը գնում է նոր համակարգի ստեղծմանը։ Եվ այդ նոր համակարգի ստեղծմանը հայ ժողովրդի, կրկնում եմ, հայ ժողովրդի կամքի դրսևորումը շատ կարևոր է։ Որևիցե մեկը չի կարող որևիցե մեկին ոչնչացնի, եթե նա չհամաձայնվի։ Բայց այսօր այդ կամքի դրսևորումը դուք տեսնում եք։ Անկեղծ ասած, այո։ Եթե չլիներ այդ կամքի դրսևորումը իր թաքնված շերտերի մեջ, Նիկոլը այսպիսի քայլերի չէր գնա։ Ադրբեջանը, Թուրքիան, Անգլիան, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները այդպիսի քայլերի չէին գնա։ Գոյություն ունի այդ կամքը։ Սա նման է մի խարույկի, որի վրա նստել է մոխիր։ Եվ բոլորը հասկանում են, որ մեկ հատ փոքրիկ քամի կարող է այդ մոխիրը նորից բռնկացնի եւ նորից իր ուժը ցույց տա։ Արեք չմոռանանք, որ հայ ժողովուրդը աշխարհում առաջի ցանցային կառավարումն է ստեղծել դեռևս մի քանի 100 տարի առաջ։ Եվ այդ ցանցային կառավարումը ինքը շատ լավ եւ շատ ճշգրիտ աշխատել է մինչեւ որ 17-18-րդ դարը, երբ որ ֆրանսիական եւ անգլիական կայսրությունները փորձեցին ոչնչացնել հայերի այդ ցանցային պետությունը։ Եվ այդ ցանցային կառավարումը մինչև որ այսօր խոչընդոտում է այդ բոլորի, այսպես ասած, կառավարման մեթոդաբանություններին։ Եվ դրա համար է, որ իրենք բոլորը ձեռնամուխ են եղել դա կոտրելու։ Եվ դա գոյություն ունի, անկախ իրենց կամքից դեռևս մի քանի 100 տարի էլ գոյություն է ունենալու։ Հայաստանը Անդրկովկասում դռան բանալի է։ Դռան բանալու անցքն է։ Իսկ Արևմուտքը նոր համաշխարհային համակարգը ստեղծելու համար կարիք ունի Կենտրոնական Ասիայի պետություններին, որտեղ ներթափանցել է Թուրքիայի միջոցով։ Հիմա իրենք վերցրել են այդ բանալուին իրենց ձեռքում եւ փորձում են այդ դուռը բացեն դեպի Կենտրոնական Ասիա եւ ստեղծեն, այսպես ասած, ազդեցության գոտի, որի անուն իրենք դրել են փանթուրքիստական, բայց իրականության մեջ արևմտյան ծրագրերի մի մասն է, որտեղ որ պետք է ճնշեն Չինաստանին հիմնականում։ Իրենց թիրախը Չինաստանն է։ Եվ այդ ամեն ինչի մասին, որ խոսում են Միջին Միջանցք եւ այլը, կամ Թրամփի ուղին, սրանք բոլորը ուղղակիորեն թուղթի վրա բացատրություններ են, որոնցով փորձում են մանիպուլացնել հայ ժողովրդին եւ հարևան պետություններին։ Այդ ճանապարհը երբեք չի կառուցվի։ Ինչա ամերիկացին հիմար է, որ ճանապարհ կառուցի, որպեսզի Չինաստան ավելի հզորանա, կարողանա իր ապրանքներն ավելի հեշտ ու հանգիստ տանի դեպի Եվրոպա։ Ոչ։ Սրանք բոլորը մանիպուլատիվ դրսևորումներ են եւ իրենք ձեռնտու է, որ այդ մանիպուլացիայով իրեն մի քանի 100 միլիոն դոլար կամ ասենք 2-3 միլիարդ դոլար էլ ծախսեն, քան թե հետագայում մի քանի տրիլիոն դոլար վնասվեն։ Նիկոլը նախ եւ առաջ ինքը լավ գիտի, որ հայ ժողովրդի դիմադրողականությունը եւ եկեղեցու խորքային կառավարումը բավականին հզոր է։ Ինքը փորձում է թուլացնել այդ հզորությունը։ Ինքը ուրիշ ոչ մի բան չի ուզում անել։ Բայց գործուն քայլեր անում է, պարոն Պետրոսյան։ Ինչ է անում։ Դե արդեն պառակտում է մցրել եկեղեցուն ներսում, դրան զուգահեռ նաև ժողովրդի մեջ կա այդ պառակտումը։ Պառակտում գոյություն չունի։ Սա նման է նրան, որ Նիկոլի պետք է շնորհակալություն հայտնել, որ իր միջոցով բոլոր այն փրփուրը, կեղտը, որը որ կար լճի տակ, դուրս է եկել ջրի երես։ Եվ սա մաքրվելու ամենալավ մեթոդն է, բայց արեք չմոռանանք, որ փորձը, որը կատարեց Սերժ Սարգսյանը 2008 թվականին, որպեսի հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ստեղծվի, դեռ առաջացել էր 2007 թվականին։
Երբ որ Հայաստանի Հանրապետության դեսպանները Եվրոպայում իրենք շատ ակտիվ հարաբերության մեջ էին Թուրքիայի կառավարության հետ եւ իրենք փորձում էին այդ իրավիճակը փոխել։ Բայց այստեղ հիմա ավելի է լավացել հայ-թուրքական հարաբերությունը։ Ինչով է լավ մեզ համար։ Հայ ժողովրդի համար վատ։ Տեսեք, մարդ կարող է չիմանալ իր բարեկամին, չճանաչի իր բարեկամին, բայց մարդ պարտավոր է ճանաչել իր թշնամուն։ Մենք նայենք վերջի 300 տարվա պատմությունը։ Օսմանյան կայսրությունը 17-18-րդ դարերում ստեղծեց ենիչերիները, որոնք կոտորեցին հայերին։ 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցավ հայերի զանգվածային կոտորածները։ 1890-ից 95 թվական տեղի ունեցավ հայերի 300,000-անոց ջարդը։ 1908 թվականին տեղի ունեցավ Ադանայի կոտորածները, 1915 թվականին տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, 1920 թվականին տեղի ունեցավ Կիլիկիայի ջարդը, 1920 թվականին տեղի ունեցավ Շուշիի եւ Բաքվի ջարդերը, հետո 1989 թվականից մինչև 1991 թվական տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի եւ Ադրբեջանում գոյություն ունեցող հայերի ջարդերը։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք հայ-թուրքական հարաբերություններին, վերջի 300 տարին անընդհատ թուրքերը կոտորել են մեզ։ Հիմա էլ է այդ կոտորածի տրամաբանության մեջ էլի շարունակվելու ինչ որ գործընթացներ։ Գիտեք, Այդտենց քողարկվում են խաղաղասիրական թեզերի տակ։ այսօր աշխարհում ժողովրդին ոչնչացնելու մեթոդաբանությունը փոխվել է։ Հիմա բամբակով են մորթում։ Հիմա համոզում են, որ թուրքերը լավն են, թուրքերը գեղեցիկ են, թուրքերը նախկին թուրքերը չեն եւ իրենց հետ արեք այսպես ասած քիրվայություն արեք։ Արդյունքում հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն, սա իրենց երազանքն է։ Հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն եւ թուրքերը մեծամասնություն։ Բայց այստեղ խնդիրը սա իրենց ուզածն է։ Բայց մենք որպես հայ ժողովուրդ դա ուզում ենք, հաստատ չենք ուզում։ Ուստի այդ ծրագիրը երբեք տեղի չի ունենա։ Ինչքան էլ որ Նիկոլը, ինչքան էլ որ իր ԿՊ-ն, ինչքան էլ իրենք լինեն արևմուտքի սրտի իշխանությունը, այդ բոլորը իրար հետ միասին, արևմուտքով ու Նիկոլով ու ԿՊ-ով, այդ բոլորը այդ երազանքը իրենց հետ իրենց գերեզմանն են տանելու։ Պարոն Պետրոսյան, ինչ ենք անում մենք դրա համար, որ այդ երազանքը իրենք իրենց հետ գերեզման տանեն, որովհետև 20 թվականից հետո 21 թվականին, երբ ընտրություններ եղան, մարդիկ խոսում էին, էլի դուք մյուս փորձագետները խոսում էին, որ ավելի վատ է լինելու, Արցախի կորստի մասին էին ասում, բայց միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվեց ու դրանից հետո մենք կորցրեցինք ամբողջական Արցախը։ Ամբողջական Արցախի կորուստը դա արդեն տեսանելի էր դեռ 2020 թվականի հոկտեմբերին։ 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերին ես մի գրառում արեցի, որից հետո տարբեր լրագրողներ զանգեցին եւ ասացին, որ պարոն Պետրոսյան, պատերազմական վիճակ է եւ դուք Հայաստանի Հանրապետության իշխանությանը մեղադրում եք դավաճանության մեջ։ Դա ճիշտ չի։ Ես ասացի, որ ճիշտ է։ Նիկոլը եւ իր թիմը ու Պաշտպանության նախարարության որոշ գեներալներ դավաճանում են Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Եվ դրա մասին էլ անմիջապես պատերազմից հետո նոյեմբերի 12-ին 2020 թվականին գրեցի, որ պատասխանատու են այդ բոլորը եւ բոլորը դավաճանել են Հայաստանին եւ Արցախին։ Հիմա այն ինչը որ կատարվում է, եթե ձուկը գլխից փթած է, ոչից են մաքրում։ Հիմա այդ մաքրման process-ը իսկապես ընթանում է։ Դա տեսանելի չի։ Բնական է, որ չի էլ պիտի տեսանելի լինի։ Եթե ամբողջ արևմուտքը փորձում է մեզ ճզմել, մարդ պիտի հիմար լինի, որ գլուխը բարձրացնի եւ ասի, որ ես ձեր դեմ եմ։ Կամ այն process-ը, որ ընթանում է այդ տակից, հիմարություն պետք է լինի, որ հանել դուրս։ Դա կատարվում է հանգիստ, դանդաղ եւ հաստատակամորեն եւ առաջ է գնում։ Եթե չլիներ դա, Նիկոլը եւ Արևմուտքը չէին հարձակվի հայոց եկեղեցու վրա։ Բախվում են այսինքն։ Միանշանակ այո։ Եթե հայոց վեհափարի դիրքերը ամուր չլինեին, իրենք այս տիրադավերին չէին հանի ջրի երես։ Եթե հայոց եկեղեցին եւ հայ ժողովրդի արմատները խորը չլինեին, իրենք այսպիսի չգիտես ինչ անվանես իրենց, մանր իրենց
մանրախնդրություն չի, գիտեք, մանր դավաճանություններով չէին զբաղվի։ Պարոն Պետրոսյան, հայ-թուրքական միասնական էներգետիկ համակարգի մասին է խոսում։ Մենք էլ գիտենք, որ Թուրքիայի այսպես երազանքներից մեկը մեր ատոմակայանն է։ Ինչ է մեզ սպասվում, եթե այդ միասնական էներգետիկ համակարգը լինի։ Դուք շատ լավ ասացիք, եթե այդ միասնական համակարգը չի լինելու։ Եթե լինի, կլինի շատ կարճատև։ Թուրքերը վաղուց ի վերը ուզում են փակեն հայոց ատոմակայարանը, մեծամորինը, ընդամենը մի պատճառով։ Ատոմակայարանը էներգետիկ ռեսուրսի հիմքերից մեկն է, բայց դա խոշոր գիտական ներուժ է։ Իրենք ուզում են այդ գիտությունը ոչնչացնեն Հայաստանում։ Այնպես ինչպես որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ հիմա էլ Նիկոլը փորձում են Հայաստանում գիտությունը, կրթությունը եւ այսպես ասած ազգային արժեքները ոչնչացնեն ու չեն հաջողվել 35 տարի, սենց 350 տարի հետո էլ ոչ մեկին չի հաջողվի։ Պարոն Պետրոսյան, դուք ասում եք, որ գործուն քայլեր են արվում այսօր Նիկոլի դեմ, իհարկե դա չպետք է որ երևացող լինի, բայց նաև շատերը ասում են, որ միասնական ընդդիմության մեջ է հույսը, որ պետք է այդ միասնական ընդդիմությունը լինի, որ կարողանան այսպես Նիկոլի հախից գալ, այսպես ասած։ Որպես ամփոփում, ինչ պետք է անի այդ միասնական ընդդիմությունը կամ առհասարակ հնարավոր է ընդդիմության միասնականություն այս հարցում։ Նախ եւ առաջ այսօր Հայաստանում գոյություն չունի ընդդիմություն։ Ոչ խորհրդարանական, ոչ Ոչ խորհրդարանական եւ ոչ արտախորհրդարանական։ Եթե լիներ ընդդիմություն, դա ցույց կտար հասարակության մեջ եւ հասարակությունը կգնար ինչ որ մի ուժի հետևից։ Այսօր եթե հասարակությունը չի ընդունում որևիցե ուժի, որևիցե եւ խորհրդարանական եւ արտախորհրդան նշանակում է, որ ընդդիմություն գոյություն չունի։ Ուստի այն խոսույթը, որ ասում են միասնական ընդդիմություն, որ ընդդիմությունով։ Լևոն, Ռոբերտ, Սերժ երեքը նույնն են։ Նիկոլն էլ իրենց հոգի զավակն է։ Այսինքն բոլորը նույն կաթսայի մեջ են։ Այսօր Հայաստանում գոյություն ունեցող այն, ովքեր որ իրենց ընդդիմություն են անվանում, բոլորը նույն Եվրամիության եւ Արևմուտքի կաթսայից են սնվում։ Դրա համար ժողովուրդը ոչ մեկին չի վստահ։ Այդ ազգային ուժերը ովքեր են, որոնց պետք է ժողովուրդը վստահի ու իր հետևից գնա։ Ազգային ուժերը երբեք ազգային ուժը ինքը խորքային ուժ է։ Ինքը երբեք չի ասում ես ազգային եմ։ Երբեք չի ասում։ Ազգային ուժը իր գործը անում է առանց որևիցե ակնկալիքի։ Եթե որևիցե մեկը ինչ որ մի գործ ճակերտավոր ինչ որ մի գործ անում է եւ ասում է որ ես ազգային եմ, իմացեք որ դա ազգային չի։